Ողջույն սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք, եկեք եւ ուկին ձեզ ցույց տամ Բաբուտյան, տեսած չեք լինի, չնայած որ հիմա ինքը բարկացած է եւ հոգնած, իր քնելու ժամն է, ես կայացրել եմ շատ խելացի որոշում ու որոշել եմ այն շոքին, ժամը 1-ին տնից դուրս գալ ու գնալ իմ գործերին, առավոտյան տատանվում էի, վստահ չէի դուրս գամ, չգամ ու մինչև որոշեցի եղավ ժամը 1-ը եւ եթե նկատեցիք այսօր ես առանց դիմահարդարման եմ ու ինչ-որ տխուր տեսքով ալերգիա է սկսվել իմ մոտ աչքերից մի 10 օր առաջ տենց դուրս որոշեցի գցեմ երկար դադարից հետո ու հավանաբար ժամկետն էր անցած կամ չգիտեմ ինչ-որ մի բան այն չգնաց ու իմ աչքերի մոտ սկսվեց քոր կարմրածություն մի խայտառակ վիճակ, որը արդեն շաբաթից ավելա չի անցնում, բայց այս վերջին 2 օրը զգում եմ, որ արդեն գնալով ավելի քիչ է քորը ու ցավը, ցավ չէ, ծակծկոց ավելի շատ կասեի, ենթադրում եմ, որ անցնում է, ինչ-որ թարս ժամանակ ընկավ, մեր բժիշկն էլ արձակուրդի մեջ էր, մի խոսքով բժիշկ էլ նույնիսկ չեմ գնացել, սպասեցի, մտածեցի, եթե մի քիչ էլ երկարի կամ ինչ-որ ցավ լինի կամ այլ գանգատներ, բացի կարմրածությունից ու քորից կգնամ շտապ օգնություն, բայց առայժմ տանելի է ու գնալով ոնց որ թե լավանում է վիճակը։ Մենք հիմա ուր ենք գնում, ես էլ որ ճիշտն ասեմ դեռ չեմ որոշել, քայլում եմ ու ընթացքում փորձում եմ որոշել, քանի որ ընդամենը մի քանի օրից մեր 2 գանձերի ծնունդներն են, սկզբում Եվայի, հետո Գայուշի։ Այս քանի օրը իմ մտքերը խառնեն այդ պլանավորելու գործերով, թե ում ծնունդը ոնց ենք անցկացնելու, որ օրը ինչով ենք զբաղվելու, բացի դրանից սեպտեմբերի 1-ը, այնց որ երևի այսօր գնանք, տեսնենք սեպտեմբերի 1-ի համար Գայուշին ինչ կիսաշրջազգեստ երևի մի բան հարմար, ինչ որ մի նոր բան առնենք, որ գնա, գիտեք, այստեղ տենց հատուկ դրես կոդ ոչ մի բան չկա, ուղղակի ամեն տարի ինչ որ տենց ավանդույթի նման բան է, նոր մի բան առնելը, համ այդ օր իր ծնունդն է, համ սեպտեմբերի 1-ն է, ինքը սիրում է տենց կիսաշրջազգեստով գնալ դպրոց, այնպես որ գնանք տեսնենք ինչ որ սեպտեմբեր 1-յան հետաքրքիր տեսականի կա, թե չէ, ես վաղուց խանութ չեմ գնացել, երևի էլի տենց վլոգ նկարած կլինեմ, որ գնացած լինեմ 2 ամիս առաջ ամենաշուտը, համ եկել Եվային կարանք նայենք ծնունդի ինչ որ շորիկ, հետաքրքիր բան էլի նոր, որ այդ օրը հագնի, մի հատ էլ պատվեր ունեմ վերցնելու, ճիշտ ասած պատվիրել էի մեր մոտի խանութներից մեկը, որ բերեին, բայց տարել հասցրել են եսի մուր, հիմա մտածում եմ գնամ այդ վերցնեմ, հետո գնամ առևտրի կենտրոն, թե հակառակը ու տենց էլ չեմ կողմնորոշվում, բայց երևի գնամ վերցնեմ, հետո նոր գնամ, որտեղ մինչև ժամը 5-ն այդ խանութը բաց հետո կարող է փակվի չհասցնեմ։ Միջայլոց այս վլոգի համար պետք է նաև շնորհակալություն հայտնենք Գայանեին, բայց ոչ մեր այս Գայանեին, այլ մի հատ ուրիշ Գայանեի, ում հետ ես ձեզ կծանոթացնեմ մի փոքր ուշ, ավելի հանդարտ հանգիստ պայմաններում։ Քանի որ գովազդային առաջարկ ստացա, որոշեցի կարելի է մի հատ վլոգ նկարել մինչև ծնունդները, որովհետև երեխեքի ծնունդների վլոգի մեջ սիրում եմ, որ լինում է միայն իրանց մասին ամեն ինչ ու չուզեցի, որ ավել ինչ-որ բան լինի, որը կապ չի ունենա իրենց ծնունդների հետ, հետևաբար ունեցանք այս վլոգը, հուսամ, որ չեմ ալարի ու մինչև վերջ կնկարեմ, սովորությանս համաձայն, այս կադրերը չեմ նկարի, հետո ջնջեմ, իմիջայլոց, քանի որ վաղուց չենք հանդիպել, մեկնաբանություններում գրեք, ինչպես է անցել ձեր ամառը, ինչով եք զբաղվել, իմ մոտ եղել է մաքսիմալ անգյալ, ծույլիկ, անէներգիա, ոչ պրոդուկտիվ ամառ, աշխատել եմ օրը մի ժամ, 2 ժամ մաքսիմում, այն էլ 1000-ից 1, նույնիսկ ամառային այդ մեծ մաքրություն չեմ կազմակերպել այս տարի, որովհետև ի վիճակի չեմ, ոչ ֆիզիկապես, ոչ մտովի, գրեք տեսնեմ ձեզ մոտ ինչ վիճակ է, միայն ես եմ սենց քանդված վիճակում, թե ես մենակ չեմ։ Այս փոքրիկ մարդուկը ինձ սպառում է ամեն օր իր պահանջներով, կարիքներով, օրը 24 ժամ ուշադրության
պահանջով ու կարիքով, մի խոսքով ինչքան էլ երեխեն հանգիստ լինի, մեկը դժվար է, մանավանդ երբ որ կողքից օգնողներ չկան, սպառիչ է ուղղակի։ Հասանք լասուա, ափսոս տեղ զառա չկա, չկարելի երեխեք շորերը հենց տեղից էլ առնել։ Այս դիմացի մայթում ինչ-որ տեղ է մեր ծանրոցը, գնանք վերցնենք, երևի մտնենք ստեղ սեա ու H&M կա, չկա, եթե մի բան չգտնենք, նոր կգնանք պաղջու։ Վերջ մենք մեր ծանրոցը վերցրինք և անել այդ ընթացքում ուզում է քնի, ինքը թող հանգիստ քնի, մենք էլ անցենք փողոցը, տեսնենք այստեղի խանութներից կողմ մի բան գտնենք ու այդքանով սահմանափակվենք, էլ չգնանք մոլ։ Հավակուն է ստեղ հովա, արի մտնենք։ Այս չեմ հիշում, ստեղ մանկական բաժին կա, թե չէ։ Կա, չկա, իզուր եկանք։ Հա, չէ, հենա, կա։ Ստեղ ոչ մի բան չկար, բացարձակապես։ Միշտ այս օգոստոսի վերջին օրերին արդեն սիրուն դպրոցական կիսաշրջազգեստներ, տենց սիրուն շապիկներ, հետաքրքիր բաներ էր լինում Աշիվում, բայց այս անգամ շատ տխուր վիճակ էր, ոչ մի բան չկա։ Կամ էլ կոնկրետ այս մեկում չկա, որ գնանք առևտրի կենտրոն, գուցե տեսականին ուրիշ լինի։ Մի հատ այստեղ նայենք ու դուրս գանք։ Այստեղ սենց շատ սիրուն ու հետաքրքիր բան կա, որ կարելի է փորձել, երևի էս է գայ, քոնը 11 տարեկան։ Այսի կլինի։ Շատ սիրուն է։ Այդ փիչորա հաստատ։ Այսի շատ մեծը։ Ինչ 4 հատ կիսաշրջազգեստ եք վերցրել գայշին։ Դրանք արագ փորձենք։ Մենք դուրս եկանք։ Բոլորն էլ փորձեցին, կարելի ասել բոլորն էլ 4 հատ էինք վերցրել կիսաշրջազգեստ։ 4-ն էլ սիրուն էին, բայց շատ արագ ենք փորձել, դրա համար դες ցույց չտվեցինք, համել շորիկով տենց լավ չէր երևում։ Մի հատը վերցրեցինք, որը որ հաստատ լավ կլիներ իր շորերի հետ։ Մնացածը երևի գնանք պաղձուր, արդեն հանգիստ կփորձենք, մայկա չէինք վերցրել։ Մի հատ սովորական սպիտակ մայկա վերցնենք ու մայկայով կփորձենք, ավելի լավ կհասկանանք, որը վերցնենք, որը չէ։ Ես վերջում գայիշին ահագի շորեր եմ առել, դրա համար առանձնապես տենց շատ բանի կարիք չունի։ Վերնա շապիկ, ամեն ինչ էլ ունի շորիկներ, ուղղակի տենց սիմվոլիկ ինչ-որ մի բան, ուզում ենք նոր լինի, ինքն էլ մեկա յուբկաներ շատ ասիրում, ամեն օր հագնում է։ Հասանք և անձավնեք բնականաբար, պահու ամեն օրվա նման 2-3 ժամ չեր քնելու, հետ մնար առևտրից, ստեղից մեր ջուր վերցնենք, ահա որ ծարավենք, նոր բարձրանանք վերև խանութներով։ Տոքո։ Ոնց որ արևի տակ դրածին էր, բայց այս ապարատները միշտ ծառն էին տալիս։ Այ։ Ոնը ջուրով ենք։ Հա, շատ սիրուն է։ Տեսնենք կան ստեղ նույն բաները։ Ստեղ կար սենց, որ ընդեղ չկար։ Ընդեղ սրային ուրիշ գույնը փորձեցինք։ Լավ է, այս էլ լավ է։ Կուզես։ Հա։ Փորձես։ Ինչ լավն է, Եվիկ։ Շատ սիրուն է։ Այս առաջինն է, բաց չի, բայց ցեպը չենք կարողանում քաշենք, ինչ-որ խնդիր կա, երևի 11 տարեկանին է, հեսա կփորձենք։ Քեզ որը դուր եկավ ես, թե Պաշինան։ Գիտեմ, որ հենց նորմ հաճվեց։ Փորձեմ։ Նատ նորմալ մայկա չկար սպիտակ, որ հետը փորձենք, այս տոպիկը գտանք մի կերպ։ Քեզ որն է դուր գալիս, ավազակ։ Եվ հլենա, որն է դուր է գալիս։ Եվ Հակինը չի կարող վերցնել, բարձավոր։ Չէ, նկա չուստա։ Մեկ էլ էսա հավանում գայուշը, չնայած իմ դուր այդքանը չի գալիս, բայց ուզես այդտեղ ծոնդիկն է վերաղել։
Եթե էլի լինի։ Ինչ էլի լինի, ուրիշ նվեր։ Չէ, եթե էսի լինի, ինչև տանպես։ Հա։ Okay։ Չէ, հիմա առնենք։ Ցան նվեր։ Okay։ Վերջ, գնանք սրանք էլ վճարենք ու դուրս գանք Զարա, մի հատ տեսնենք Եվլիկին ինչ են գտնում ծնունդին հագնելու, որովհետև ստեղ ոչ մի հարմար բան չկար։ Այս երկուսն էլ վերցնում ենք։ Այս մեկը շատ սիրուն էր, այս էլ կարիշ է ուզած։ Կար վրայի բանը, այս վրայի բանը մոռացանք դնեին, կարի գնանք ընդերս դնենք։ Նրան ինչ-որ սրտիկ էր կախած, հենց այդ մեկի վրա չկար։ Արդեն մի հատ ձևի համար ամառային ոչ մի բան չկա, լրիվ աշնանային, երկարաթև, ձմեռային տեսականի արդեն։ Ստեղ մտնենք, հույս ունեմ ստեղի տեսականին ավելի լավը կլինի։ Եկայշից պրտրանք ես կողմից էլ բան պետք չի, մի անգամից տեսնենք այս բուջուրիկների բաժնում ինչ կա։ Հետաքրքիր բան չի երևում ճիշտն ասած։ Կա, փոքրիկ շորտիկ, բայց շատ բստիկ կա։ Չէ, հենա հավանեց ինքը ուզում այդ շորտիկը։ Ստեղ ինչ կա։ Ինչ շորիկ կա։ Կաղա իշի բեկալին հոնթխեի համար։ Եվա ջան, ինչից ես դիշկո բարիք, որքե շոր չեն գտնում, ես բատիկը չի, Ու միատ կկապես էստեղ։ ստեղ էլ բախտներս չբերեց, ոչ կոշիկի հարցում, ոչ շորիկի, գնում ենք Զարա, Զարայում սենց սիրուն բաներ կան, պահի, մի հատ շորիկ, սիրուն, ու երկու հատ էլ սենց յուբկա, Փորձենք տեսնենք որն է լավ լինում։ Հարմար բան չկա։ Հագնում ես։ Ինչ հաստ է երևում այդ շորը, բայց չգիտեմ որքանով սիրունի կա, բայց լավ հաստլի կա, չգիտեմ։ Հարմար կլինի իրան հարմարավետ։ Այս լավն է։ Տատիկ։ Շատ երկար եմ ինձ։ Ոնց է եւ Շորենցայ, որ վաբշե ինքը ձգվող կտոր չի ու ահա որ դժվար մտավ։ Մի քիչ տանջվեց։ Եվա տատիկ։ Եվայի մոտ ըտմիջման ժամը, ճաշիկա ուտում ասակ ու շարունակենք մեր գործերը։ Չնայած Զարայում էլ բան չկար, շորիկը վայ մինչև հագից անեցի, գիտեք ինչքան տևեց։ Այնքան շոկ էր, այնքան մարդ կար, կպել էր վրեն, երևի 5 րոպե տանջվեցինք մինչև դուրս եկավ։ Յուբկաները շատ մեծ էին, ինձ թվում է հեսա կգնամ տուն ու մի բան կպատվիրեմ, տենց ավելի արագ կլինի ու հեշտ, խանութում տենց շատ տեսականի չկա։ Եվ այդ ինչ ես անում, Եվա կերավ, կշտացավ, ոչ հալուցնային։ Պատահաբար անցնում էինք կոշիկի խանութի մոտով ու հիշեցինք, որ մեր այս աղջիկը կոշիկ չունի։ Եկեք տեսնենք բեբեների կոշիկներ ունեն թե չէ։ Առայժմ ինչ որ առել եմ, իրան դուր չի եկել, հետ եմ ուղարկել։ Կամ շատ մեծ ա եղել, կամ ծանր, կամ իրան դուր չի եկել։ Ինձ թվում է շատ թեթև ինչ որ կտորից կամ կաշվից մի բան ա պետք, որ ինքը քայլի։ Տեսնենք ստեղ հարմար բաներ կան, թե չէ։ Այսի հատ չի, սենց ինչ-որ բան, որ համ կոշիկ լինի, համ շատ բարակ ու հարմարավետ։ Այս սենց ինչ-որ բան կուզի, աղջիկա, կտորից է։ Լավ, եկեք ես փորձենք, ոչինչ, որ հենց 20 համարն է, երևի լավ կլինի։ Հրարի փորձենք։ Երևի ոնց որ ձեն չի մտնում։ Եվա ես գնդելիք վետերին։ Չի մտնում, Եվա, ինչ անենք, շատ նեղլի կա։ Բասի ձերքը էսի կա մեզ։ Սենց երևի լայն ինչ-որ բան ա պետք։ Էսի կա։ Դույդույդը չապենք, դույդույդը չապենք։ Ոնց էր 20-ի մոտ էր։ Եվա։ Ես ինչ լորն է։
չստիկ։ Եվան իրան աբադու գագթե ու ամեն ձև ուզմա գլխի հանգցի։ Դու ինչ գիտես, որ այդ գլխի համար է։ Աբադու կես ուզում։ Են, սոսոտ քնի։ Բաղբաղակել առանք ու գնում ենք։ Խիմախքից էլ մի հատ Եվային կոշիկ վերցրեցինք կտորից։ Ուղղակի, որովհետև հիմա դրսում ինքը ուզում է իջնի քայլի ու որպեսզի բոբիկ չքայլի։ Ըստ թեթև մի բան վերցրեցի, հետո տանը կնայեմ արդեն նորմալ կոշիկ ինչ կարելի է պատվիրել։ Խանութներում հարմար բան չգտանք։ Ուղղակի կոշիկի լավը հենա, որ խանութում փորձում ես հանգիստ առնում ես, իսկ նենց հավանականությունը քիչ է։ Մանավանդ երբ որ երեխու համար է դժվար է մի քիչ։ Էլ ինչ առանք ոնց որ թե այդքանը։ Գնում ենք տուն արդեն երեկոյան տեղ ունենք գնալու։ Ահա, մենք այս երեքը առանք, արդեն տանն ենք, Գայոշը փորձում է Եվային քնացնի ոնց որ թե չի ստացվում։ Ես էլ հիշել եմ, որ այսօր սուրճ չեմ խմել, ուզում եմ մի հատ սուրճ դնեմ խմեմ, մինչև Եվան էլ կքնի, հետո տեղ ենք հրավիրված, ասեցի տեղ պիտի գնանք։ Երևի թե սեպտեմբերի 1-ին էս կհագնի, այս երկուսը շորտով են, էս ու էս։ Այն մյուսը սովորական կիսաշրջազգեստ է, այս ինքը շատ սիրեց։ Մայկաներ չարանք նախ չկար, երկրորդն էլ կարիքն էլ չկա, բայց նայում էի ձեռքի հետ, որ սպիտակ ինչ-որ բան լիներ, վերցնեի, բայց ոչ միտեղ չկար արդեն կարճաթև ինչ-որ բան։ Հիմա էլ իրան հաստատ անհնար կլինի երկարաթև ինչ-որ բան հագցնելը, դեռ առաջիկա մի ամիսը։ Եվային էլ սրանք վերցրեցի, տղայի է երևի, որտեղ դինոզավրով է, 5 եվրո, կտորից ուղղակի, սենց շատ աննշան է, ներքևի հատվածը պինդ, նորմալ կոշիկ իրան առել է, ինքը չէր քայլում, սենց քարացած կանգնում էր ու ոտքերը առաջ չէր տանում, սրանով կարծում եմ կքայլի, որովհետև շատ թեթև են։ Մինչև հեսա սեպտեմբեր-հոկտեմբերից արդեն ավելի տակ, մի քիչ ավելի նորմալ կոշիկ կվերցնենք։ Այս էլ Գայուշի այս տարվա պայուսակն է իր ընտրած, որը արդեն գնել ենք մի քանի օր առաջ, մեր ներքևի խանութից տենց պատահական մտանք ու միամիտ հավանեց։ Տենց միանգամից առանք էլ հատուկ չգնացինք պայուսակի հետևից։ Այս տարի արդեն ուսապար կա, ոչ թե այն քառակուսի աշակերտական պայուսակներից։ Իհարկե այստեղ երեխեքը առաջինից մինչև 5-րդ դասարան այդպես սովորույթ է, իրենց պայուսակներ չեն փոխում այդ տարական դպրոցում, բայց դե մենք հայավարի ամեն տարի համարյա մի տարի ա եղել երևի որ չենք փոխել, այդ առաջին տարին էր, որ երկրորդ դասարանում իմացանք, որ այդպիսի սովորույթ կա, որ երեխեքը պայուսակներ չեն փոխում, որտեղ իրան բոլոր ընկերուհիներ զարմացել էին, որ ինքը փոխել էր իր պայուսակը։ Այս իր նոթատետրն է, որտեղ ամեն օր իր տնայինները պետք է նշի։ Այդպես որ իմացանք, որ չեն փոխում, այդ տարի որոշեցինք չփոխել։ Այստեղ դες տարբեր իր պարագաներն են, առանձնապես բան չկա։ Նոր վերցրել են կանոնները, ուղղակի որտեղ մեկը կորցրել էր, իսկ մնացած բաները արդեն մատիտ, ֆլոմաստեր ամեն ինչ ուներ, այլ նորը չենք էլ առել։ Այս մատիտները երևի արդեն 3-րդ տարին է, որ ինքը տանում է դպրոց։ Շատ լավ մատիտներ էին, պրոֆեսիոնալ նկարչական մատիտներ են, մի անգամ առել ենք ու արդեն քանի տարի է օգտագործում է։ Նույնը IKEA-ի ֆլոմաստերները, որը էլի անցած տարի առել էինք, ես չհասկացա ճիշտն ասած, այդ ֆլոմաստերներն են շատ որակով ու չեմ փչանում, թե ուղղակի ինքը մեծացել է ու այս տարի ավելի քիչ է օգտագործել, որովհետև ես զարմացած եմ ամեն տարի մենք 1 կամ 2 ամիսը մեկ ֆլոմաստեր ենք թարմացրել, բայց այս տարի սեպտեմբերին տարել է դպրոց, հուլիսին բերել է ու դեռ աշխատում է։ Ինձ էլ իր ջրի շիշն է, որը տեղավորում է այստեղ, որտեղ կողքը տեղ չկա։ Ասենց վերջ կարելի ասել, որ Գայուշը պատրաստ է դպրոցին, նոր կոշիկներ էլ ունի, այնպես որ մենք պաշտոնապես պատրաստ ենք սեպտեմբերի 1-ին։ Տետր մետր չենք առնում, գիրք տետր ամեն ինչ դպրոցում տալիս են։ Դեռ մինչև միջին դպրոց գնալը, տարական դպրոցում այդպիսի բաներ պետք չեն, միայն գրենական պիտույքներ։ Մեր նախորդ հանդիպումից անցել է ուղիղ 1 շաբաթ, բայց ինչպես տեսնում եք, իմ արտաքին տեսքում շատ բան չի փոխվել, որովհետև ես դեռ իմ կարմրած ու լցված աչքերով եմ, ասեմ, որ այս ընթացքում ես հասցրեցի լինել ակնաբուժական շտապօգնության կենտրոնում,
Բայց դրա մասին մի փոքր ուշ եկել եմ ձեզ ծանոթացնելու Գայանեի հետ, ինչպես եւ խոստացել էի։ Այստեղ կթողնեմ իր ալիքի անունը ու ընթացքում կադրեր, որ իր հետ ծանոթանաք գոնե արտաքինից։ Գայանեն ապրում է Անգլիայում իր 3 դուստրերի հետ ու վերջերս որոշել են բացել YouTube-յան ալիք ու լիքը հավես վլոգներ ու փորձարկման վիդեոներ նկարել ու կիսվել ձեզ հետ, այնպես որ եթե դուք սիրում եք այդ վլոգի ֆորմատը կամ փորձարկման վիդեոների ֆորմատը, օրինակ ես երբեք չեմ անում նման վիդեոներ, չնայած այս վերջում Գայուշը ինձ առաջարկել էր, որ գնայինք տարբեր սիրուն թխվածքներ ու ալիքում փորձեինք միասին, բայց մենք այդպես էլ դա չարեցինք, բայց իրենք առնում են լիքը տարբեր բաներ խանութներից, աղի, քաղցր կծու, տարբեր տեսակի բաներ ու տեսախցիկի առաջ փորձում են միասին, գնահատում են, իրենց կարծիքն են ասում։ Եթե դուք սիրում եք այդ ֆորմատը, կարող եք անցնել իրենց ալիք, ես համ ալիքի անունը կթողնեմ, համ լինկը կթողնեմ, համ ես վերևում միտեղ իրենց հոլովակներից մեկը կդնեմ, կարող եք կլիկ անել ու տեղափոխվել իրենց ալիք, ուսումնասիրել, նայել, թերթել վիդեոները, ծանոթանալ ու հավանելու դեպքում անպայման բաժանորդագրվել։ Ես վստահ եմ, որ Գայանեն ու իր աղջիկները շատ ուրախ կլինեն, եթե ալիքի բաժանորդները ավելանան, այնպես որ եթե ուզում եք իրենց ուրախացնել ու եթե ձեզ հետաքրքիր է Անգլիայում կյանքը, ինչպիսին է առօրյան, եթե հարցեր ունեք իրեն երկրի հետ կապված, քաղաքի, իրենք ապրում են Լոնդոնից ոչ հեռու գտնվող, չեմ հիշում քաղաքի անունը հիմա, բայց իրեն կարող եք հարցնել։ Երբ որ Գայանեից ստացա նամակը, այտենց կլիկ արեցի իր պրոֆիլի վրա, որ մի հատ տեսնեմ դեմքը, արտաքինը, որ վիզուալ իրեն պատկերացնեմ պատասխանելուց առաջ ու մտածեցի, դե ջոհել սիրուն աղջնա կա, երիտասարդ, ինձանից շատ ավելի երիտասարդ, ով որ որոշել է ալիք բացի եւ շատ պատահական բացահայտեցի, որ ինքը ինձանից տարիքով ավելի մեծ է ու շոկի ենթարկվեցի, որտեղ արտակնապես ընդհանրապես չէր երևում, ես կասեի մի 20-25 տարեկան ու էներգետիկայով էլ ինքն շատ ակտիվ, ես կասեի, որ երիտասարդ աղջնակ է, կարող եք անցնել իր ալիք, ծանոթանալ, ուսումնասիրել, թերթել հոլովակները ու եթե սիրեք անպայման բաժանորդագրվեք, վստահ եմ, որ իրենք շատ ուրախ կլինեն ու եթե հարցեր ունենաք, կարող եք արդեն իրեն դիմել ու մեկնաբանություններում գրեք տեսնեմ արդյոք դուք ունեք Անգլիայից կամ Մեծ Բրիտանիայի տարածքից բլոգերներ հայ, ում հետևում եք։ Ես ունեմ մի քանի ծանոթ մարդկանց, ում հետևում եմ, բայց իրենք հայ չեն։ Դրա համար Գայանեի ընդեղ ապրելու հանգամանքը ինձ միանգամից հետաքրքրեց, մտածեցի հավես կլինի տեսնել ընդեղ ոնց են ապրում, իրենց առօրյան ոնց է անցնում, մի քիչ տեղանքը։ Ես էլ ոնց արդեն ասեցի, հասցրեցի գնալ ակնաբանական շտապ օգնության բաժին, ընդեղ ինձ տվեցին լիքը կաթիլներ, որոնք մի 4 օր կաթածներից հետո ես հասկացա, որ առանձնապես չեն օգնում։ Նույն խորը ծակոսները ամեն ինչ կար, կարմրացությունը։ Երեք գնացի արդեն մեր ընտանեկան բժշկի մոտ, ով ինձ տվեց անտիբիոտիկ, հակաբիոտիկ կաթիլներ։ Դեռ 1 օր եմ կաթացրել, մի փոքր տարբերություն զգում եմ, կարմրացությունը արդեն այնքան չկա, իհարկե այդ տհաճ զգացողությունը, ծակծկոցը, քորը դեռ կա, բայց կարմրացությունը ահագին անցել է, չնայած ցերեկվա ժամերին նորմալ է լինում, հետո երեկոյան ավելի sense գնալով ավելի կարմրում է աչքերս։ Հույս ունեի, որ երեխեքի ծնունդին կկարողանամ դիմահարդարվել, բայց կարծես թե չի ստացվում, որովհետև եւ այդ ծնունդին մնացել է ընդամենը 2 օր, վաղ չեմ այսօրն է, հա, բան չմնաց։ Այնպես որ մեզ հետաքրքիր ծննդյան վլոգեր են սպասվում մեկը մյուսի ետևից։ Եվ ամենավերջում եկեք ձեզ ցույց տամ Եվուկի շորերը, որոնք տուն հասնելուն պես պատվիրեցի ու արդեն հասել են։ Առաջինը սովորական բոդիներ, որոնցից մենք արդեն ունենք 3 հատ այս նույն գույներով, ուղղակի նույնից նորն են վերցրել արդեն մեծ չափսը, շատ լավն են այս բոդիները։ Հաջորդը այս տարբերակն է, սենց ջինսից կամբինեզոն մայկայով, այդքան էլ ծննդյան չի, բայց լավիկն է, երևի կպահեմ մյուս տարի այս գարունը կհագնի, որտեվ 1-ից 2 տարեկանի էի վերցրել, բայց կարելի ասել սենց շատ մաքսի է իր հագով, լավ երկար է, այսօր փորձել ենք արդեն։ Հաջորդ շորիկը, այս է ոնց որ դասատուի շորիկ լինի, ուսուցչուհու, ուրեմն տակից սենց պլեջիկով շորիկը առանձին, որը իրան շատ սազեց ու վրայից կարելի է հագնել սենց ժակետիկով նաև։ Այս էլ մի տարեկանի, 1-1.5 տարեկանի է, բայց էլի մեծոտ է։ Ինձ թվում է, եթե նույնիսկ ծնունդին չհագցնեմ, կարամ պահեմ էլի ձմեռը դուրս գանք
Կարունը կհակնի եւ ամենակիչ հույսերը կապում էի շորիկի հետ, այս ուղակի տվեցի, տենց որպես տոնական շորիկ, չնայած որ ասեմ տենց դուրս եկել էր, չէ, բայց այսօր հագցրեցի, շատ սիրուն իրան սազեց ու որ նստում էր, շատ սիրուն էր, տենց երկար, այս շորիկի փեշը, մի խոսքով ինձ թվում է նկարների մեջ շատ սիրուն կնայվի ու երևի հենց այս էլ կհագցնեմ իրան այդ ծննդյան ֆոտոները անելու համար, այնպես որ ձեզ ասում եմ լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, իսկ մենք կհանդիպենք արդեն այս անգամ շատ շուտով, վստահ եմ, Եվայի ծնունդի վլոգի շրջանակներում, պաչկներ ու մինչ հանդիպում։